Ձեզ մոտ հարց ծագեց, թե ինչ են անում այս երիտասարդները խոհանոցում, այն էլ Նորայրի մայրիկի խոհանոցում։ Այո, հետաքրքիր հարց է։ Անցնենք առաջ եւ տեսնենք, թե ինչ է այստեղ կատարվում։ Օ, սա Տիգրանն է։ Հաստատ Տիգրանն է։ Իսկ ինչ է անում նա։ Մենք էլ գիտեինք, թե Տիգրանը սերունդից բացի ոչնչով չի զբաղվում։ Վայ, սա էլ Կարենն է։ Նա էլ է ահա մի բան պատրաստում։ Ոչ, այս ամենը գրազը պարտվելու արդյունք չէ։ Բանն այն է, որ ապրիլի 3-ին Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնը կազմակերպել էր Cooking Day, հայերեն ասած եփել թափելու օր։ Cooking Day-ը նպատակ ուներ ցուցադրել համեղ թիմային աշխատանք եւ ավելի ամուր կապեր հաստատել անդամների միջև։ Իսկ ուր են մնացած անդամները։ Վերջապես ժամանեցին Սյուզին եւ Ժենկան։ Բայց դուք ուշացել եք։ Սոֆան է զանգենք հեռախոսի ձերը լսենք։ Մենք շատ կարևոր պատճառներով ուշացել ենք։ Մենք շատ կարևոր պատճառներով ուշացել ենք։ Մինչ աղջիկներն ուշանում էին, Սերունդի պարտաճանաչ տղաներն արդեն սկսել էին իրենց եփել թափելու գործընթացները։ Իսկ աղջիկները փաստորեն դատարկաձեռն չէին եկել։ Հեսա աշխատելու համար։ Տեսեք սա ոնց է լինում։ Տղեքը աշխատում են, աղջիկներն շահագործում են։ Դարը փոխվել է։ Մանեն նույնպես իրեն հատուկ ճշտապահության վաղ էր ժամանել եւ արդեն աղձան էր պատրաստում։ Բոլորն ակտիվ գործ էին անում։ Այնուհետև խրախճանքի միացան նաեւ մյուս անդամները՝ Սիրանուշն ու իր քույրը Աննան, ովքեր անմիջապես ինտեգրվեցին թիմային աշխատանքին։ Խոհանոցում եռուզեռ էր, բայց ոչ խառնաշփոթ։ Թվում էր նրանք բոլորն այստեղ հստակ գիտեին ամեն ինչի տեղը։ Արվեցին վերջին շտրիխները եւ բոլորը համախմբվեցին մի գեղեցիկ սեղանի շուրջ։ Օ, կարծես հյուրեր ունենք, հա։ Չէ, հյուրեր չեն, էլի մերոնք են, Սոնան եւ Սոֆյան։ Պարզապես ճիշտ էլ ժամանակին հասակ, դե համեցեք, եկեք տեսեք, թե ինչեր ենք պատրաստել։ Հիմա ես կներկայացնեմ, թե ով ինչ է պատրաստել այս մեր գեղեցիկ սեղանի համար։ Ուրեմն այս համեղ պիցան, որը կծուչի, պատրաստել են մեր սիրելի երկու քույրիկները՝ Սիրանուշն ու Աննան։ Այս համեղ ուտեստը պատրաստել է մեր սիրելի Սյուզին։ Աննա, սա ինչ է։ Ինքը բացատրել։ ոնց է կոչվում սա։ Սպագետի պաշմուզովսկի։ Ինչպես նաև Սյուզին պատրաստել է այս համեղ սալատը։ Սրա մեջ ինչ է մտնում։ Դրա մեջ մտնում է կանաչ սիսեր, կարտոֆիլ, սպեցիաներ, կանաչի, գազար եւ սունկ։ Այս համեղ ուտեստը, ես անգամ չեմ ուզում նրանց սալատ կոչեմ, դա կոչվում է հեքիաթ։ Պատրաստել է Մանեն, հեսա Մանեն։ Այս ձուկը պատրաստել է մեր Տիգրան Շադունցը։ Շատ համեղ, բայց ես դեռ չեմ փորձել։ Համեղ։ Այո։ Այս ուտեստը, որը ես ասեմ, թե դա ինչ է, Որը չի գնացել։ ի վրա պահել։ Սա ցուլի ձվեր են։ Պատրաստել է գուշակեք, ով կարող է պատրաստել ցուլի ձվեր։ Իհարկե։ Կարենը։ Սա պատրաստել է Նորայրի մայրիկը։ Սա փարուցներ Նորայրի մայրիկը։ Այո։ Սա պատրաստել է Այո։ Այդ ոչ մենա։ Այո։ Սրա մեջ մտնում է, չասեմ ինչ լավ, համեղ է կարևորը, չէ՞։ Cooking Day-ի շրջանակներում եղավ նաև պաշտոնական մաս, որը նվիրված էր իրենց թեկնածությունը դրած անդամներին։ Կհայտարենք հաղթողներին եւ հաղթողը կամ հաղթողները կմպեն այսինքն կասեն իրենց խոսքը, ոնց որ մուտքի
եւ պատասխանատվության խոսքը եւ կմպեն այս գինին։ Համակերպության խորհրդանիշը դա նռանձառն է եւ ըմպելով այս գինին մի տեսակ ոչ թե երթում ես տալիս, այլ պարտավորվածություն ես վերցնում քո վրա պատշաճ ձևով կատարելու այդ բոլոր աշխատանքները եւ սերունդը առաջ տանելու, առաջ տանելու եւ հոգալու քո թիմակիցների մասին։ Շնորհավորում եմ, երկուսդ էլ անցել։ Բրավո։ Սոֆա Պիրադյանը եւ Սիրանուշ Աբրահամյանն ընտրվել էին արտաքին կապերի համաղեկավարների պաշտոնում, Սյուզան Խալատյանը մշակութային թիմի համաղեկավարի եւ Կարեն Սահակյանը հաղորդակցության բաժնի համաղեկավարի պաշտոնում։ Նրանք երդվեցին, որ ուժեղ են լինելու եւ ըմպեցին խորհրդանշական գինին։ Կլինեմ ուժեղ, կանեմ ամեն հնարավորը, որ ձեր սպասումները կաշխատեմ արդարացնել։ Ինձ իրական։ Շատ շնորհակալ եմ բոլորիցդ։ Հավաստացնում ձեզ, եթե դուք իմ վրա հույս եք դրել ու գիտեք, որ ես պետք է կազմակերպությունը առաջ տանեմ այդ բաժնում, ես չխոստանամ, բայց Երթվիր։ Պաշտոնապես երթվիր, որ անելու ես։ Աշխատեմ արդարացնեմ ձեր սպասումները։ Possible is possible։ Աննարինը հնարավոր է, ես կարծում եմ, որ մենք երկուսս էլ հանձինս ինձ մեր ուժերի ներառած կանենք ամենահնարավորը, որ լինենք ամենալավ։ Իմ համար լավ, նորա, լավա, շատ լավ եմ զգում ու զգում եմ, որ շատ բաներ կարելի է անել այս կազմակերպության շրջանակներում։ Ուժեղ ես լինելու։ Ինչպես ուժեղ ես։ Բրավո։ Ուժեղ ես լինելու։ Շնորհավորում ենք նրանց բոլորին եւ մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն, իսկ սա դեռ վերջը չէ, սպասենք ավելիին։ Ջենի Գազումյան, հատուկ սերունդի համար։